Քննարկում ենք հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին դաշնակցության բերած նախագիծը և անդրադառնալով քննարկվող հարցի էությանը, ես որպես այստեղ ներկա պատգամավորներից մեկը երեկվա և այսօրվա քննարկումներից ունեմ հետևություն առ այն, որ չնայած որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ունի իր եզրակացությունը հարցի վերաբերյալ, ես այնուամենայնիվ կարծում եմ, որ սա քննարկվող դրվագը որևէ կերպ հիմք չի կարող հանդիսանալ Հակոբ Հակոբյանին զրկելու հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի կարգավիճակից։ Ինչու՞, որովհետև իմ խորին համոզմամբ օրենսդրության նպատակն է տարանջատել տվյալ պաշտոնը և այդ պաշտոնի օգտագործումը կոնկրետ մարդու կողմից կոնկրետ քաղաքական շահեր և նպատակներ առաջ մղելու ռիսկերից, ինչը վստահաբար տեղի չի ունեցել, ինչու, որովհետև պարոն Հակոբյանը առնվազն նշված հարցազրույցում նախ չի ներկայացվում որևէ կերպ, չի հիշատակվում որպես հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, ավելին, երբ լսում ես բովանդակությունը վերջինիս ելույթի, այնտեղ որևէ կերպ, որևէ կողմնապահ վերաբերմունք այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ չկա, իսկ եթե նույնիսկ կարելի է գտնել այդպիսի դրվագներ, իմ գնահատմամբ կա նույնիսկ դրական կամ ցավակցական միգուցե վերաբերմունք դաշնակցության նկատմամբ, առնվազն այս վերջինիս խոսքը մի մարդու իմ համար այն տպավորությունն է թողում, որպես մի մարդու, ով դրական և լավն է ուզում դաշնակցության համար, իսկ առհասարակ ես կարծում եմ ոչ թե դաշնակցության, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի բարելավման համար։ Եվ այս համատեքստում նաև, քանի որ հիշեցրի, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ըստ էության բավարարել է Արծվիկ Մինասյանի և դաշնակցության բողոքը, այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ դաշնակցությունը մշտապես պնդում է կամ արձանագրում է իրենց կողմից, որ մեր իշխանությունը բոլոր անկախ մարմիններում նշանակել է իր դրածոներին և բոլոր հնարավոր ձևերով դակում է իրեն հաճո որոշումները, բայց դրա հետ մեկտեղ արձանագրվում է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կայացրել է մի որոշում, որը այնուամենայնիվ մեզ այնքան էլ հաճելի չէ կամ մենք չենք կիսում այդ դիրքորոշումը, ես կարծում եմ սա որպես երևույթ ինքնին արդեն ողջունելի է և խոսում է դաշնակցության և ընդդիմության ներքին հակասությունների մասին, որոնք անսահման են ուղղակի։ Իսկ ընդհանրապես ես կարծում եմ, որ այս օրակարգը ինքնին սնանկ է, որովհետև մենք 2 օր է արդեն քննարկում ենք մի հարց, որը ամենայն հարգանքով թե պարոն Հակոբյանի նկատմամբ, թե ընդհանուր ազգային ժողովի բոլոր մեր գործընկերների նկատմամբ կարծում եմ որևէ աղերս չունի մեր ժողովրդին հետաքրքրող արդի հարցերի հետ։ Ես դիտել եմ այդ տեսանյութը ամբողջությամբ և խոսքը գնում է ըստ էության գրեթե 1 տարի առաջ տեղ գտած մի հարցազրույցի մասին, որը մինչ օրս ընդամենը 11,000 դիտում ունի, եթե չեմ սխալվում, և մենք 2 օր է ազգային ժողովում քննարկում ենք այս հարցը։ Ինչ եմ ասում սա, որովհետև ենթադրվում է, որ խնդրու առարկա հարցը երբ բարձրացվում է դաշնակցության կողմից, պետք է որ մի խնդիր լիներ, որը առնվազն հանրության որոշակի շրջանակների, չեմ ասում լայն շրջանակների մոտ պետք է որևէ ազդեցություն թողած լիներ, և հետևաբար սա կեղծ և անիմաստ օրակարգ է, մանավանդ դաշնակցության կողմից, երբ այս հարցը բերում է օրակարգ, էլ ավելի տարօրինակ է, որովհետև սա
անվանակոչել այլ կերպ, քան քաղաքական մազոխիզմ մի քիչ դժվար է, եւ այս մազոխիզմին վերջ չկա իրականում, որովհետեւ ես դժվար է մտնել դաշնակցականի կոշիկների մեջ եւ փորձել հասկանալ իրենք ինչ են մտածում, ինչով են առաջնորդվում, ինչ ակնկալիք ունեին վերջո իրենք այս քննարկումից, ենթադրվում է, որ իրենց պատկերացմամբ հերթական անգամ իրենք ի ցույց կդնեին մեր տոտալիտար բնույթը եւ մասնավորապես այս դեպքում կարձանագրեին իրենց համար կամ իրենց լսարանի համար, որ մենք անկախ մարմիններում ունենք մեր դրածոները, ովքեր մեր քաղաքական նարատիվներն են առաջ բրդում, ինչը խոսում է իրենց իրականությունից հնարավորինս հեռու լինելու մասին եւ ընդհանրապես տարօրինակ մտքեր են հնչել այսօր եւ սա թերևս այս տրամաբանության շարունակությունն է։ Օրինակ, պարոն Գեղամ Մանուկյանը այտենց կուրծքին ծեծելով ասում է, որ դուք միակը չեք, որ մեզ ատում եք, մեզ բոլորը ատում են, այն վաղտել էին ատում, հիմա էլ են ատում, ենթադրվում է, որ պարոն Մանուկյան, դա լավ չի, որ ձեզ ատում են, պետք է նենց անեք, որ ձեզ սիրեն, առավել ևս քաղաքականության մեջ հեչ լավ չէ, որ ձեզ ատում են եւ պետք է նենց արեք, որ մի քիչ ատեն կամ սկսեն սիրել, որովհետեւ դա ուղիղ անդրադառնալու է ձեր ստացած քվեների վրա։ Եվ մեկ հարց ունեմ, մի բան էլ իդեպ, քանի որ հերթական անգամ դատարկ աթոռների հետ ենք խոսում, ուզում եմ ես մեր հետևող մեր քաղաքացիներին եւ մասնավորապես այն քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են Հայաստան դաշինքին, ասել հետեւյալը, որ հարգելի քաղաքացիներ, իմացեք, որ ձեր ընտրված падգամավորները այն պահին հենց իրենց ելույթները ավարտվում են, դուրս են գալի դահլիճից, այսինքն ես չեմ հիշում որևէ դեպք, երբ իրենք միջև վերջ մնան դահլիճում եւ լսեն իրենց առնչվող ելույթները, թերևս առաջնորդվում են ելույթ կամ ազատություն այս դահլիճից կարգախոսով կամ ելույթ կամ փախուստ, չգիտեմ։ Ես կարծում եմ, որ սա դուք պետք է իմանաք, որովհետեւ այս դասալքությունը պետք է համապատասխան գնահատականի արժանանա մասնավորապես գալիք ընտրություններում եւ եւս մեկ հարց, քանի որ Արսվիկ Մինասյանը այստեղ չէ, բայց վստահ եմ կլսի իր աշխատասենյակից, ինքը մեզ մեղադրում է այն նրանում, որ մենք համեմատում ենք եկեղեցու քաղաքականությամբ եկեղեցականների քաղաքականության մեջ ներգրավելու կամ եկեղեցուն ներգրավելու քաղաքականության մեջ եւ համեմատում ենք այսօրվա օրակարգային հարցի հետ, ասում եք դուք ընդհանրապես ոչինչ չեք հասկանում օրենքներից, դուք կարդում եք, բայց չեք հասկանում եւ այլ, եւ ես հարց ունեմ, այսինքն, ու ասում եմ հիմա էլ դրես կոդ եք սահմանում, ասում եք վեղարով չպետք է մասնակցեն այդ բաներին, քաղաքական միջոցառումներին, հիմա որևէ հնարավոր տեղ չի թողում պարոն Մինասյանը, որ ասես, այս պարագայում կարելի է համարել, որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ կամ ներքաշվել է քաղաքականության մեջ։ Հիմա հարց պարոն Մինասյանին, ասեք մեզ, որ դեպքը կլիներ, որ կարելի կլիներ համարել, որ եկեղեցին ներքաշվել է քաղաքականության մեջ։ Հիմա մենք ունենք կաթողիկոսի գահը զբաղեցնող անձ, ով ամբողջությամբ քաղաքական պրոցեսների մեջ է, ով քաղաքական հայտարարություններ է անում, ով նիստեր է գումարում քաղաքական հայտարարություններ է անում, ով նախաձեռնել է սրբազան շարժումը, ում օրհնությամբ նախաձեռնվել է կամ ընթացել է սրբազան շարժումը, որը բնականաբար գիտեք քաղաքական է, գերքաղաքական եւ արմատական քաղաքական։ Հիմա ասեք մեզ, հիմա վեղարները հանելով չի լինում, վեղարներով չի լինում, հայտարարություններ անելով կամ չանելով չի լինում։ Պարոն Մինասյան, խնդրում եմ մեզ ասեք, որը կլիներ այն պարագան, երբ դուք կհամարեիք, որ այո, իսկապես սա այն դեպքն է, որ եկեղեցին ներքաշվել է քաղաքականության մեջ եւ Սահմանադրության համապատասխան դրույթը խախտվել է։ Կխնդրեմ եզրափակիչ ձեր ելույթում այս հարցին անդրադառնաք եւ կրթեք մեզ անգրագետներից։ Շնորհակալություն։